Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ ՄԱԿ-ի կառույցների համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ոլորտային, մասնավորապես էներգետիկայի եւ ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով հետագա գործակցության հնարավորություններին, նաեւ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Հայաստանի առաջընթացին։ Մոլչանն ընդգծել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու գործակցությունը Հայաստանի կառավարության հետ։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է նաև Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան եւ արձանագրել, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով առավել կարևոր է այն, որ երկկողմ գործակցությունը տարբեր ոլորտներում ավելի է խորանում եւ ամրապնդվում։ Երկրի ղեկավարի խոսքով սա արձանագրել են նաև վերջերս Տիրանայում կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, այդ թվում Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջին զարգացումների շուրջ։ Վարչապետ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստանի ագնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նախարար Բարոն ծաղկեպսակեզ է տեղել հուշահամալիրի մոտ եւ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։ Արարատ Միրզոյանը եւ Ժան-Նոել Բարոն մասնակցել են Ադմիրալ Լուի Դարտիշ Դույֆերենին նվիրված հուշաքարի բացման արարողությանը։ Ռուսաստանն ի վիճակի է արտադրել ավելի շատ բալիստիկ հրթիռներ, քան Միացյալ Նահանգները հրթիռներ որսացող պատրիոտներ, այս մասին գրում է The Economist-ը։ Պարբերականը նշում է, որ ամերիկյան Lockheed Martin ընկերությունը, որն արտադրում է պատրիոտ համակարգեր եւ դրա հրթիռները արտադրության տեմպերով զիջում է բալիստիկ հրթիռներ արտադրող ռուսական գործարաններին։ Ինչպես նշել է Ուկրաինայի կառավարության աղբյուրը, ներկայումս Ռուսաստանը 500 հրթիռի պաշար ունի։ Միաժամանակ Ուկրաինային անհրաժեշտ է 2 Pek-3 հրթիռ ռուսական հրթիռները որսալու համար։